Այսօր ավելի արդիական է դարձել միտքը, որ թևակողում ենք մի դարաշրջան, որտեղ գործող աշխարհակարգը փլուզվում է, իսկ նորը դեռ չի ձևավորվել։ Վերջին տարիներին համաշխարհային առաջնորդները բացահայտ հայտարարում են, միջազգային իրավունքն այլևս չի գործում, դրա նորմերն ու սկզբունքները խախտվում են ամեն քայլափոխի, առանց լուրջ հետևանքների։ Խաղի կանոնները փոխվել են, օրակարգում փլուզվող աշխարհակարգն է։ Աշխարհի տարբեր անկյուններում պատերազմներ են բռնկվում, մարդու իրավունքներն անտեսվում են, միջպետական հարաբերությունների համակարգման մեխանիզմները փոխակերպվում են, մարդկությունը բախվում է տնտեսական և սոցիալական լուրջ ճգնաժամի, անպատժելիության մթնոլորտն ամրապնդվում է, պետությունների միջև վստահությունը պակասում է, կանոններին փոխարինելու է գալիս ուժի գործոնը, և միջազգային մեխանիզմները կարծես պատրաստ չեն հակազդելու այս իրողությանը։ Վերջին 2 տասնամյակում ուժեղացել է աշխարհաքաղաքական կենտրոնների միջև մրցակցությունը, և այս պայմաններում առավել խոցելի կարգավիճակում են հայտնվում փոքր և միջին երկրները։ Առաջարկում եմ լսել միջազգային իրավունքի անկենսունակության և փոփոխվող աշխարհակարգի մասին տարբեր երկրների առաջնորդների և պաշտոնյաների հայտարարություններ։ Հին աշխարհակարգն այլևս չի վերադառնա, ավելի փոքր երկրները պետք է միավորվեն ավելի մեծ երկրներից իրենց շահերը պաշտպանելու համար։ Մեծ տերությունները սկսել են որպես զենք օգտագործել տնտեսական ինտեգրացիան, մաքսատուրքերը, մատակարարման շղթաները։ Հիմա եթե սեղանի շուրջ չես, ուրեմն ճաշացանկում ես։ Աշխարհն այժմ բեկումնային, այլ ոչ անցումային շրջանում է։ Ուժեղներն անում են այն, ինչ կարող են, իսկ թույլերը հանդուրժում են այն, ինչ ստիպված են։ Ցավոք մենք բոլորս կորցրել ենք այն, ինչն անվանում էինք միջազգային իրավունք։ Անկեղծ ասած, ես նույնիսկ չեմ հասկանում, թե ինչպես կարելի է հիմա որևէ մեկին կոչ անել հետևել միջազգային իրավունքին։ Այն ըստ էության այլևս գոյություն չունի։ Միջազգային իրավունքը ժամանակակից աշխարհում փաստացի չի գործում։ Դրան փոխարինելու է եկել ուժի օրենքը։ Միջազգային ինստիտուտները, այդ թվում ՄԱԿ-ը, կորցրել են ազդեցությունը և հեղինակությունը։ Քաղաքական հայտարարություններն այլևս ոչ մի նպատակի չեն ծառայում։ Մեզ միջազգային իրավունքը պետք չէ, կամ մեկ բան, որ կարող է կանգնեցնել ինձ, իմ սկզբունքները։ ՄԱԿ-ը հսկայական ներուժ ունի, բայց նույնիսկ չի փորձում իրացնել այն։ Հիմնականում, համենայն դեպս հիմա, պարզապես խիստ նամակներ են գրում ու երբեք կյանքի չեն կոչում իրենց խոստումները։ Իսկ դատարկ խոսքերով պատերազմներ չես ավարտի։ Ուրեմն էլ ո՞րն է ՄԱԿ-ի իմաստը։ Աշխարհում վտանգավոր միտում է նկատվում, թևակողում ենք անպատժելիության դարաշրջան։ Ավելի շատ պետություններ և զինված ուժեր են կարծում, որ կարող են առանց լուրջ հետևանքների խախտել միջազգային իրավունքը և ՄԱԿ-ի կանոնադրությունը։ Մի երկիրը ներխուժում է մյուսի տարածք, ոչնչացնում ժողովուրդների, անտեսում մարդու իրավունքները և հաճախ պատասխանատվության չի ենթարկվում։ Կառավարման ընդհանուր կանոնները պակասել են, ինչը կարող է հանգեցնել նոր հակամարտությունների և անկայունության։ Պետություններն ավելի ու ավելի են հիմնվում ուժի և սեփական շահերի, այլ ոչ թե միջազգային նորմերի վրա։ Եվրոպան այլևս չի կարող լինել հին աշխարհակարգի պահապանը, այն աշխարհի, որն այլևս չկա և չի լինի։ Մենք միշտ կպաշտպանենք կանոնների վրա հիմնված համակարգը, որը կառուցել ենք մեր դաշնակիցների հետ, բայց այլևս չենք կարող հույս դնել դրա վրա, որպես մեր շահերը պաշտպանելու միակ միջոց։ Արդյոք միջազգային իրավունքը ճգնաժամ է ապրում, ինչպես աշխարհը կարող է հակազդել ուժի գերակայությանը և ստեղծված իրավիճակում ինչպես պետք է դիրքավորվեն հատկապես փոքր երկրները։ Կքննարկենք Քյոլնի համալսարանի ավագ գիտաշխատող միջազգային իրավունքի մասնագետ Մայքլ Ռիփլի հետ։ Պարոն Ռիփլ, բարև ձեզ, շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Պարոն Ռիփլ, նախ փորձենք հասկանալ հակիրճ ինչ է միջազգային իրավունքը և մասնավորապես ինչպես է կարգավորվում ուժի կիրառումը միջազգային իրավունքի շրջանակում։ Միջազգային իրավունքը կանոնների համակարգ է, որը ստեղծել են պետությունները հիմնականում միմյանց հետ հարաբերությունները կարգավորելու համար։ Դուք նշեցիք այդ կանոններից ամենակարևորը՝ զինված ուժի կիրառման համակարգում կամ այլ կերպ ասած, ով ունի պատերազմ սկսելու իրավունք։ 1945 թվականից ի վեր պետությունները համաձայնության են եկել, որ ոչ մի պետություն ուժ կիրառելու իրավունք չունի, բացառությամբ 2 դեպքի։ Առաջինը ինքնապաշտպանությունն է, երկրորդը, եթե կա անվտանգության խորհրդի թույլտվությունը։ Այս մեխանիզմը մինչև օրս էլ գործում է, և մենք դրան դիմում ենք գնահատելու ժամանակակից աշխարհում բռնկվող ցանկացած հակամարտություն։
Thank you. And in fact, the current system of international law Փաստացի միջազգային իրավունքի գործող համակարգը մեծապես ձևավորվել է երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Այժմ այն կարծես կորցրել է կենսունակությունը։ ՄԱԿ-ի համակարգն անվանում են հնացած, անվտանգության խորհուրդը քննադատում են երկակի ստանդարտների եւ համաշխարհային խաղաղությունը պաշտպանելու գործում ընտրողական մոտեցման համար։ Այս համակարգը կարող է բարեփոխվել կամ փոխարինվել։ Անգամ խոսակցություններ կային, որ Թրամփի նախաձեռնած խաղաղության խորհուրդը կարող է այլընտրանք դառնալ ՄԱԿ-ին։ could become an alternative to the UN. Now, you're absolutely right that the UN has been very much criticized. Միանգամայն ճիշտ եք, որ վերջերս ՄԱԿ-ին շատ են քննադատում չափազանց դանդաղ անարդյունավետ լինելու եւ երկակի ստանդարտների համար։ ՄԱԿ-ը ստեղծվել է, ինչպես ասացիք, երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, ուստի կառույցում ուժերի հարաբերակցությունը արտացոլում է 1945 թվականի ուժերի հարաբերակցությունը։ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն ունի 5 մշտական արտոնյալ անդամ՝ Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն, Չինաստանը եւ Ռուսաստանը։ Նրանք ունեն վետոյի իրավունք եւ այն շատ հաճախ են կիրառում, ինչը ինքնին երկակի ստանդարտ է։ Բայց մենք չպետք է շտապենք ամբողջովին հրաժարվելու ՄԱԿ-ից, քանի որ առայժմ կենսունակ այլընտրանք չկա։ Իսկ առանց կենսունակ այլընտրանքի, առանց ՄԱԿ-ի աշխարհը ավելի վատ տեղ կդառնա, քան եթե պահպանենք ՄԱԿ-ը, թեկուզ եւ այն կատարյալ չէ։ Նաեւ պետք չէ մոռանալ, որ Միավորված ազգերի կազմակերպությունը շատ առումներով բարելավել է աշխարհում իրավիճակը։ Այն ստեղծել է խաղաղապահ առաքելություններ, որոնք երբեմն արդյունավետ են եղել։ Նաև քրեական տրիբունալներ են եղել։ Օրինակ նախկին Հարավսլավիայի եւ Ռուանդայի տրիբունալները հաջողության պատմություններ են։ Կարծում եմ նույնիսկ եթե ինչ-որ հակամարտության հարցում վետոյի պատճառով որոշում չի ընդունվում, արդեն լավ է, որ նման հարցերը քննարկվում են, քանի որ դա գոնե ուշադրություն է հրավիրում տվյալ հակամարտության վրա, ինչը պակաս կարևոր չէ։ Ինչ վերաբերում է Թրամփի խաղաղության խորհրդին, կարծում եմ այն կարող է զարգանալ, սակայն ներկայիս կարգավիճակում այն անկասկած կենսունակ այլընտրանք չէ։ Եվ դրա համար կան բազմաթիվ պատճառներ։ Կարող եմ նշել հավանաբար ամենահամոզիչ պատճառը։ Խաղաղության խորհուրդը կենտրոնացած է այդ կառույցի նախագահի պաշտոնի շուրջ, որը իհարկե Դոնալդ Թրամփն է։ Կստացվի ՄԱԿ-ը, որտեղ կա 5 արտոնյալ պետություն, փոխարինվում է այնպիսի համակարգով, որտեղ կա 1 արտոնյալ պետություն կամ նույնիսկ 1 արտոնյալ անձ՝ ԱՄՆ նախագահը։ Չեմ կարծում, թե սա առաջընթաց կլինի։ I see. And the US and Israel Միացյալ Նահանգները եւ Իսրայելը ռազմական գործողություններ են սկսել Իրանի դեմ։ Նրանք պնդում են, որ այս պատերազմն ինքնապաշտպանական է։ Այնուհանդերձ շատերը ԱՄՆ-ի եւ Իսրայելի գործողությունները որակեցին միջազգային իրավունքի խախտում։ Այսպիսով գործ ունենք ինքնապաշտպանության թե միջազգային իրավունքի խախտման հետ, նաեւ որքանով են օրինական Իրանի հարվածները տարածաշրջանի երկրներին։ strikes on countries in the region legal. Yeah. I think here we can be very, very clear. Կարծում եմ այստեղ կարող ենք հստակ լինել։ Իրանի վրա Իսրայելի եւ ԱՄՆ-ի հարվածներն ու հարձակումը ՄԱԿ-ի կանոնադրության ակնհայտ խախտում են։ ԱՄՆ-ը եւ Իսրայելը փորձում են արդարացնել այս հարձակումը, նշելով, որ դա ինքնապաշտպանություն է, ավելի շուտ կանխարգելիչ ինքնապաշտպանություն։ Սակայն դրա պայմանները խախտվել են։ Կանխարգելիչ ինքնապաշտպանությունը նշանակում է, որ դու հարձակվում ես մեկի վրա, որ նա չհարձակվի քեզ վրա։ Այո, միջազգային իրավունքում կա նման հասկացություն։ Իհարկե абսուրդ կլիներ, եթե պետությունը նստեր եւ սպասեր, մինչեւ հակառակորդը հարձակվեր, սակայն հարկավոր է փաստեր ունենալ, որ նման հարձակումը անխուսափելի է, այն կանխելու համար այլևս ուրիշ միջոց չկա եւ ինքնապաշտպանական ռազմական գործողություններ նախաձեռնելը միակ տարբերակն է, իսկ ԱՄՆ-ի եւ Իսրայելի բերած փաստարկները չեն ապացուցում, որ այլ տարբերակ չկար։ Դուք նաեւ նշեցիք Իրանի ձեռնարկած հակահարվածները։ Իրանը ունի ինքնապաշտպանվելու իրավունք եւ կարող է իրացնել այն, բայց բացառապես միջազգային իրավունքի շրջանակում։ Դա շատ կարևոր է։ Ավելի կոնկրետ, Իրանը կարող է համաչափ հարվածներ հասցնել ռազմական թիրախների, օրինակ Իսրայելում, կամ Պարսից ծոցի երկրներում, եթե այնտեղ տեղակայված ԱՄՆ բազաները օգտագործվեն Իրանի դեմ հարձակումներին աջակցելու նպատակով։ Բայց միայն այն դեպքում, եթե այդ օբյեկտները իսկապես ներգրավված են Իրանի դեմ հարձակմանը։ Իրանը չի կարող պարզապես հարվածել իր հասանելիության սահմաններում գտնվող ցանկացած օբյեկտի եւ անշուշտ չպետք է թիրախավորի քաղաքացիական օբյեկտներ կամ անձանց։ Դա արգելված է նույնիսկ ինքնապաշտպանության դեպքում։ Լուրեր են շրջանառվում, որ Իրանը թիրախավորել է քաղաքացիական որոշ օբյեկտներ։ Targets, if I'm not mistaken, right?
facts here are still not very Այդ փաստերը դեռևս շատ հստակ չեն, բայց կան մեղադրանքներ, որ զոհերից մի քանիսը քաղաքացիական անձինք են եղել, օրինակ Իսրայելում։ Նաև եղել են մեղադրանքներ, որ Պարսից ծոցի երկրներում տեղակայված ոչ բոլոր օբյեկտներն են իրականում օգտագործվել Իրանի դեմ հարձակման համար։ Եթե դա այդպես է, ապա Իրանի հակահարվածը չի համարվի համաչափ եւ չի համապատասխանի միջազգային իրավունքին։ Պետք է դիտարկել բոլոր դեպքերը առանձին։ We have to look case by case, attack by attack. And from the Միջազգային իրավունքի տեսանկյունից համեմատելի են Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի սպանությունը եւ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ձերբակալությունը։ comparable somehow. So I would say yes and no at the same time. Կպատասխանեմ եւ այո եւ ոչ, համեմատելի են, քանի որ թե Վենեսուելայի, թե Իրանի վրա հարձակումները միջազգային իրավունքի խախտում են։ Եվ Խամենեիի սպանությունը եւ Մադուրոյի ձերբակալությունը տեղի են ունեցել ավելի լայն գործողությունների շրջանակում։ Այդ առումով համեմատելի են, բայց համարժեք չեն իրավական տեսանկյունից, քանի որ Մադուրոն ձերբակալվել է դատավարության շրջանակում, կանգնել ԱՄՆ-ում դատարանի առջև Միացյալ Նահանգների դեմ կատարած ենթադրյալ հանցագործությունների մեղադրանքով։ Խամենեիի դեպքում իրավիճակը մի փոքր այլ է, որովհետև այս դեպքում խոսում ենք պատերազմի առաջին օրը տեղի ունեցած սպանության մասին։ Խամենեին Իրանի գերագույն առաջնորդն էր, բայց նաև որքան ես եմ հասկանում, ըստ իրանական օրենսդրության, նաև երկրի զինված ուժերի գերագույն հրամանատարն էր։ Այսպիսով, ըստ զինված հակամարտությունների իրավունքի, նա կարող էր համարվել օրինական ռազմական թիրախ։ And Iran, Ukraine, Իրան, Ուկրաինա, ամերիկյան, աֆրիկյան եւ այլ տարածաշրջաններ, ամենուր կամ պատերազմներ են կամ հակամարտությունների օջախներ։ Տարածքային ամբողջականության եւ մարդու իրավունքների խախտումների հարցերն այսօր շատ սուր են։ Վերջին 10 տարում տեսել ենք մի շարք օրինակներ։ Գազա, Ուկրաինա, Ղարաբաղի հայերի բռնի տեղահանում, տպավորություն է, որ աշխարհը վերածվել է առանց կանոնների մարտադաշտի։ Համաձայնություններն էլ այլևս երաշխիք չեն։ Այսպիսով ուժն ու անպատժելիությունը դառնում են նոր նորմա։ impunity are becoming a new norm. I think what you have just described is Կարծում եմ այն, ինչ հենց նոր նկարագրեցիք, այս պահին շատերն են զգում։ Նրանք մտածում են, որ որոշ պետություններ խախտում են կանոնները եւ կարող են անպատիժ մնալ ու գալիս են եզրակացության, որ կանոնները չեն գործում։ Շատ դեպքերում խնդիրը ոչ թե այն է, որ կանոններն են վատը, այլ այն, որ դրանք չեն գործում։ Հարկավոր է հստակ հասկանալ, որ միջազգային իրավունքը կատարյալ նորմերի ամբողջություն չէ, որը հորինել են իրավունքի պրոֆեսորները կամ հասարակական կազմակերպությունները։ Միջազգային իրավունքը ստեղծում եւ ստեղծել են պետությունները, այնպես որ երբ Թրամփը, Պուտինը եւ այլ առաջնորդներ այսօր խախտում են միջազգային իրավունքը, ստացվում է, որ նրանք խախտում են այն կանոնները, որոնց ստեղծմանը ժամանակին ներգրաված են եղել իրենց պետությունները։ Պետությունների 95%-ի շահերից պետք է բխի, որ միջազգային իրավունքը եւ մասնավորապես ՄԱԿ-ի կանոնադրությունը հարգվի։ Վերցնենք օրինակ Հայաստանը որպես փոքր պետություն կամ նույնիսկ Գերմանիան որպես միջին պետություն, որը հզոր է տնտեսապես, բայց ոչ այնքան ռազմական առումով։ Նման երկրներին ձեռնտու չէ ապրել մի աշխարհակարգում, որտեղ ցանկացած պետություն կարող է ըստ հայեցողության ուժ կիրառել։ Դրանից կարող են շահել միայն ռազմական հզոր ներուժ ունեցող պետությունները, որոնք ունեն մեծ բանակ եւ կարող են իրենց կամքը պարտադրել ուրիշներին։ Հուսով եմ աշխարհում մեծամասնություն կազմող փոքր եւ միջին պետությունները կոալիցիա կձևավորեն, պաշտպանելու միջազգային իրավունքը։ Այժմ Եվրոպայում շատ պետություններ ընդունել կամ նույնիսկ ծափահարել են Իրանի վրա ԱՄՆ-ի եւ Իսրայելի հարձակումներին։ Դրանք քննադատող փոքրաթիվ երկրներից են օրինակ Իսպանիան։ Իմ կարծիքով Եվրոպան հիմա այն վիճակում չէ, որ կարողանա զարգանալ այնպիսի աշխարհում, որտեղ յուրաքանչյուրը կարող է ուժ կիրառել յուրաքանչյուրի դեմ։ Բայց միևնույն ժամանակ ես իրատես եմ։ Հասկանում եմ, որ քաղաքական գործիչները իրենց որոշումները կայացնելիս չեն առաջնորդվում բացառապես միջազգային իրավունքով։ Նրանք այլ խնդիրներ էլ ունեն, սակայն պետք է չմոռանալ բումերանգի էֆեկտի մասին։ Պարոն Ռիփլ, որքանով է արդյունավետ միջազգային քրեական դատարանը որպես կանխարգելիչ մեխանիզմ, հաշվի առնելով օրինակ Վլադիմիր Պուտինի կամ Բենյամին Նեթանյահուի ձերբակալության օրդերները։ Ինչպես նշեցիք, նախկին Հարավսլավիայի կամ Ռուանդայի հարցերով միջազգային տրիբունալներից հետո կարծես նման մասշտաբի ավելի լուրջ գործեր չեն եղել։ Yeah.
So the International Criminal Court is a very important Միջազգային քրեական դատարանը միջազգային իրավունքի իրացման շատ կարևոր եւ հետաքրքիր մեխանիզմ է։ Այն շատ հստակ մանդատ ունի։ Պետք չէ չափազանց մեծ հույսեր կապել, քանի որ այն քննում է միայն 4 հանցագործություն՝ ցեղասպանություն, մարդկության դեմ հանցագործություններ, պատերազմական հանցագործություններ եւ ագրեսիայի հանցագործությունը։ Միջազգային քրեական դատարանը կարող է գործել միայն այն դեպքում, երբ անգործություն են ցուցաբերում պետությունները, ազգային դատարանները։ Բայց այն դեռևս շատ կարևոր ինստիտուտ է, որը կարող է օգտակար լինել աշխարհում արդարադատությունն ապահովելու համար։ Դուք հիշատակեցիք ձերբակալման օրդերները։ Շատ լավ օրինակ է, քանի որ սա իսկապես շրջադարձային կետ է դատարանի համար։ Այն շատ հստակ ցույց է տալիս երկու բան։ Առաջինը, մենք պետք է պայքարենք եւ պայքարում ենք անպատժելիության դեմ։ Այդ օրդերներն ուղղված են երկու պաշտոնյաների դեմ, որոնք ենթադրաբար հանցագործություններ են կատարել որպես երկրի առաջնորդներ։ Սա ցույց է տալիս, որ միջազգային հանցագործություններից անձեռնմխելիություն չկա, նույնիսկ եթե կատարողները գործող պաշտոնյաներ են։ Երկրորդ բանը, որ ցույց են տալիս ձերբակալման օրդերները, այն է, որ դատարանը փորձում է պայքարել երկակի ստանդարտների դեմ, որովհետև Պուտինը աշխարհի ամենաազդեցիկ երկրներից մեկի նախագահն է, Նեթանյահուն էլ ԱՄՆ-ի աշխարհի ամենաազդեցիկ երկրի շատ մտերիմ դաշնակիցը։ Շատերը կարող են պնդել եւ պնդում են, որ այս օրդերները փոքրինչ անիմաստ նախաձեռնություններ են, քանի որ երբեք չեն իրականացվի։ Մոտ ապագայում Պուտինը եւ Նեթանյահուն հնարավոր է չձերբակալվեն, բայց դրանք որոշակի ազդեցություն ունեն։ Օրինակ Պուտինը չկարողացավ այցելել Հարավային Աֆրիկա, Նեթանյահուն էլ չի կարող գնալ եվրոպական որոշ երկրներ։ Ամեն դեպքում պետությունները պետք է շարունակեն աջակցել դատարանին։ And the international law faced Նախկինում եւս միջազգային իրավունքը ենթարկվել է տարբեր փորձությունների՝ Կարիբյան ճգնաժամ, Կիպրոսի հիմնախնդիր, Բալկանյան ճգնաժամեր։ Այսօր սակայն միջազգային իրավունքի վախճանի մասին մտավախություններն ավելի բարձր են հնչում։ Ինչն է փոխվել նախկինի համեմատ եւ արդյոք ներկայիս խոսակցությունները չափազանցված չեն։ and are these fears exaggerated maybe? Yeah, you're absolutely right, and there's even a joke amongst. Այո, դուք միանգամայն ճիշտ եք։ Միջազգային իրավունքի մասնագետների շրջանում նույնիսկ մի հումոր կա, որքան գոյություն ունի միջազգային իրավունքը, ճիշտ այդքան էլ այն ճգնաժամի մեջ է։ Ինչ վերաբերում է միջազգային իրավունքի վախճանին, այն չի կարող վերանալ մեր այսչափ փոխկապակցված աշխարհում։ Մի քանի օրինակ բերեմ։ Եթե այսօր սուրճ եք խմել, դա միջազգային իրավունքի շնորհիվ է, քանի որ առևտրային համաձայնագրերը թույլ են տալիս սուրճը Եթովպիայից տեղափոխել Եվրոպա, ապա Հայաստան։ Եթե վերջերս արձակուրդ եք գնացել, դա միջազգային իրավունքի շնորհիվ է, քանի որ ավիացիոն համաձայնագրերը թույլ են տալիս թռչել A կետից B կետ, իսկ վիզայի մասին համաձայնագրերի շնորհիվ կարողացել եք վիզա ստանալ։ Այսպիսով միջազգային իրավունքի որոշ նորմեր այնքան լավ են աշխատում, որ դրանց գոյությունը նույնիսկ չենք նկատում։ Բայց իհարկե, երբ խոսում ենք միջազգային իրավունքի ճգնաժամի մասին, նկատի ունենք շատ կոնկրետ ուղղություններ։ Մեր դեպքում դա վերաբերում է պատերազմին, եւ այդ ոլորտում իսկապես ճգնաժամ է։ Կարծում եմ այսօրվա ճգնաժամը շատ ավելի լուրջ է, քան նախորդող ճգնաժամերը։ Վերջին տարիներին տեսնում ենք ինչպես են պետությունները խախտում նույնիսկ ամենահիմնարար նորմերը, առանց իրավական հիմնավորումների, եւ սա դանդաղ, բայց հաստատուն քայլերով քայքայում է համակարգը։ Ժամանակին կար համակարգ, որը յուրաքանչյուր պետության թույլ էր տալիս պատերազմել։ Այն մեզ հասցրեց երկու համաշխարհային պատերազմի, եւ պետությունները որոշեցին, որ դա հավանաբար լավ գաղափար չէ։ Այսօր նման քայքայումը եւ անցյալին վերադարձը անխուսափելի չեն, ոչ ոք չգիտի ինչ տեսք կունենա 2040 թվականի միջազգային իրավունքը։ Հստակ է միայն, որ մեզ շրջապատող աշխարհը փոխվում է, ու եթե չպայքարենք հանուն կանոնակարգված համակարգի, այն կարող է կորչել, եւ աշխարհն ավելի լավը չի դառնա։ Thank you, շնորհակալ եմ պարոն Ripple հետաքրքիր հարցազրույցի համար։ Շնորհակալ եմ ձեզ, հաջողություն։ Այսպիսով ակնհայտ է, որ աշխարհն այլևս նույնը չի լինի։ Գործող միջազգային իրավունքը կարծես կորցրել է անվտանգության երաշխավորի տիտղոսը, իսկ ինչպիսին կլինի նոր աշխարհակարգը եւ ինչ մեխանիզմների վրա կկառուցվի, դեռևս հայտնի չէ։ Այսօր օրակարգում փլուզվող աշխարհակարգներ։